Նախկինում առաջին դասակի հրամանատար բաղանիստի Սուրիկ Ալեքսանյանը ամանորը կդիմավորի 9 թոռների հետ սեղան նստած, ասում է կրակոցներից վախեր չկան, բայց խնդիրներ ինչքան ասես։ Հայաստանում առաջի կռիվը սկսվել է Երասխը, հետո այս գյուղից բաղանիսից։ Ու դրանից հետո խնդիրներ եղել է, խնդրեմը որն է 2000 թվականից ես մեր կառավարությունից պահանջել եմ, որ ինձ հողամաս հատկացնեն, տղուսմար տուն սարք։ Համին տղես իր 3 երեխու հետ, կնոջ հետ, առանձին մի ուրիշի տան մնում։ Իսկ հողը չեն տալիս։ Առ այսօր չեն տվել։ Առ այսօր չեն տվել։ Ունեմ վարձակալած 1000 մետր հող, պետք է գումարը մուծեմ, որ այս սահմանի բերանը ես տուն սարքեմ։ Սահմանամերձ գոտում պետք է անվճար տրամադրել էին։ Տրամերձ հողամաս։ Ինձ խապելով բերին, հասին 7 թիվը անցավ, նանից հետո ես նամակ գրեցի մեր վերևը կառավարությանը եւ նախագահին, պատասխանը ինձ եկա, որ ձեր հարցին կպատասխանի մարզպետարանը։ Ինչ ասում մարզպետարանը։ Մարզպետարանը գրեց, որ ձեր հետ ասածը, եթե անվճար դուք ուզում եք հողը, դրա ժամկետը անցել է, ժամանակ անցել է, մինչև 2007 թիվն էր։ Սահմանամերձ գյուղի բնակիչը հուսահատված է, չի ուզում դիմել Հովիկ Աբրահամյանին, քանի որ վստահ է, նույն պատասխանն էլ նրանից կստանա։ Սուրիկ Ալեքսանյանը նշեց, որ վերջին 1 տարվա ընթացքում կրակոցները շատացել են։ Ճիշտ ասեմ ձեզ, որ ես երեխեքին ոնց ասած դուխ եմ տալիս, ռիսկ եմ տալիս, չվախենան։ Այս սենյակը, եթե կրակոցները մի քիչ երկար մաշատան, ըստե չեն թողում։ Այն կրած սենյակը գլուխը բետոն է, ըստե փայտ է։ Ուղարկում եմ ընդե, որ մի քիչ ապահով լինեն։ Ճիշտ է, ինչքան էլ ասենք չենք վախում, բայց երեխեք չեն վախում, հա, բայց մենք էլ երեխեքի համար ենք վախում։ Մենք երեխեքի համար ենք վախում։ Նրա կինը 61-ամյա Սվետլանա Ալեքսանյանը գյուղի բուժքույրն է, 90-ականների պատերազմի ժամանակ էլ որևէ վայրկյան չի բացակայել գյուղից։ Առաջին լրատվականի հետ զրույցում նշեց, որ թոռներից եւ ոչ մեկը հակառակորդի կրակոցներից չի վախենում, ավելին Տեղի միջին շարշարցի ծաղում են սրանք, ես էլ մի քիչ ճիշտն ասա ջղայնանում եմ, որ ձեներն է տանդերների լսեմ էլի, ասում տենամ որ ուղղությունով են կրական բան, բայց թե իսկականից մեր տանը այդքան շատ չեն վախում, որովհետև մեծերը եթե վախեն, ասենք անհանգստանա, երեխեն էլ կտենա ավելի շատ կվախի կան հանգստանա, դե մեր հերոսը նա ոչ վախ ունի, ոչ ահ ունի, իմ ամուսինը։ Մեր միջոցով Սուրիկ Ալեքսանյանը խնդրեց կառավարությանը։ Մի բան էլ խնդրեմ, որ մեր կառավարությանը այս սահմանամերձ գոտիներին նայել, որպեսզի գյուղը չդատարկվի։ Գնացել են, ալի գնացողներ ելել են։ Մեր գյուղը այն մնացած գյուղերի նման չի, էլի մենք ունենք ահագին երիտասարդություն, պայքարում ենք, մինչև այսօր էլ կանգնում են ասում, որ բերեք այս մեր խփող դիրքերը վերցենք, մենք հանգիստ ապրենք։ Բայց մեր կառավարությունը դա ոնց ասեմ, ուշադրություն այդքան չի դարձնում։ Ուղղակի մեղք են մեր ջահելները, չթողեն գնան մեր հող։ Կարիքները հոգան, այս գյուղացու սահմանի ժողովրդի կարիքները հոգան։ Անկախ նրանից շատ արժեքը, թե քիչ արժեքը, կառավարության վրա թե ոնց կնստի, ուղղակի պետք է մեր սահմանները պահել պետք է։ Էդ եմ խնդրում, ես ուրիշ բան չեմ խնդրում։ Սուրիկ Ալեքսանյանը նպատակ ունի հայրենի գյուղում որդու համար տուն կառուցել, ով 3 անչափահաս երեխա ունի։ Մնում է սակայն սեփականաշնորհման հարցը լուծել։ Սիրանուշ Պապյան, Արթուր Ղահրամանյան, Առաջին լրատվական։